Այսպես են վերնագրել խոսքը լսիր և պահիր։ Այս խոսքը վերցրել եմ այն հատվածներից, որ երկրորդ օրինաց գրքում 6-րդ գլխում խոսեց Տերը իր ծառայի միջոցով Աստծո ժողովրդի հետ։ Երբ որ 5-տակայնյա ժամանակում ասում էր Իսրայել, այսօրվա այս եկեղեցու վերաբերվում այս խոսքը այս նմանությամբ, որպես եկեղեցուն ուղղված խոսք։ Լսիր եկեղեցի Աստծո ժողովուրդ։ Աստված խոսեց Մովսեսի և տվեց Մովսեսի միջոցով 10 պատվիրանները երկրորդ օրինաց 5-րդ գլխում, շատ մի մեծ թանկ և կարևոր հարստություն գնահատողի համար։ Եվ 6-րդ գլխի 4-րդ համարից 7-րդ համարը կարդամ, ասում է լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստվածը Եհովան մեկ է, և սիրիր բոլոր հոգիովդ և բոլոր զորությունովդ, և այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լինեն, և կրկնիր նրանք քո որդկանցը, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ և պառկելիս և վեր կենալիս։ Դու լսիր և խոսիր նաև քո սերնդի համար։ Նախ այս խոսքը, որ ասում է մեր Եհովա Աստվածը, Տեր Հիսուսը կհիշեք այս հատվածը, որ ասեց մեծ պատվիրանը, որ ասում է, կարդամ այդ հատվածը, ուրեմն Մարկոս ավետարանում, որ խոսում է Տեր Հիսուսը, այս նույն խոսքը մեջբերում 12 գլխի 29 համարում, ասում է Հիսուսը նրանց պատասխանեց, թե ամեն պատվիրանքներից առաջինը սա է. լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Այսինքն, այնտեղ որ ասում էր Եհովա Աստվածը, Տեր Հիսուսն ասեց Տեր Աստվածը։ Եթե ես կարդայի ինձ այսպես, ճիշտ էլ կլիներ, սխալ չէր լինի, չէ՞ որ ասեմ։ Մեր Տեր Աստվածը մեկ է։ Եհովա Տեր, նշանակում էր Տեր։ Այս արտահայտությունը լսիր Աստծո ժողովուրդ, ով Իսրայել, հրաման էր, լսեք, լսել էլ կա լսել էլ, նայում եք այսօր շատերի ականջներին է հասնում Աստծո մասին խոսք, իրավունք արդարություն ցույց տվող պատվիրանները, որ մարդկանց տրվեցավ օրհնություն որպես սիրո օրենքը, պատվիրանները, բայց մարդկանց համար նույնիսկ հոգևոր կոչվող շատ բազմության համար լսելի չեն։ Կլսեն և կմոռանան թե Աստծո օրենքը, թե Աստծո մասին եղող կարևոր հայտնությունները։ Բայց ասում է լսիր ով Իսրայել, այսինքն այսօր, որ ուղղվում է մեզ որպես Աստծո ժողովուրդ, լսեք Աստված է խոսում, մենք երգ ունենք, չէ՞ այսպես ասում է, երկինք երկիր արարածներ լուռ կացեք։ Եթե դու խոսում ես, եթե դու զբաղված ես, միտքդ ուրիշ հարցերի մեջ է, դու չես լսում, կարող է խոսքը լսես, բայց դրա մասին չէ խոսքը։ Մտածիր ինչ ես լսում, կարևոր համարիր, Աստված հրամայում է լսիր, ինչ եմ ասել։ Եվ պատմիր քո սերնդին, խոսիր նրանց հետ, այն ինչ որ քեզ եմ տվել։ Ինչը քեզ համար թանկ է, դու ուզում ես քեզ սիրելիներին տաս, նրանք ունենան։ Այն որ Աստծուց ունես և գիտես թե ինչքան կարևոր է քեզ համար, կյանքի համար, օրհնություն բերող, ուզում ես տալ քո հարազատին էլ։ Լսել էլ կա, լսել էլ ժողովուրդ։ Այսօր շատերն են լսում Աստծո խոսքը, հենց մենք եկեք մեզ նայենք, ուրիշներին չքննադատենք, մենք էլ ենք լսում։ Որս ինչպես ենք լսում։ Կարևոր հարցերի բացահայտում է լինում, շատ անգամ լուրջ հարցերի բացահայտում, բայց մարդիկ ուղղակի լսեցին, ներկա եղան, լսեցին ու չմտածեցին այդ խոսքերի վրա։
Եթե Աստծո օրենքը այնքան կարևոր էր, որ Աստված ասում էր խոսիր քո որդկանցը եւ որդիներիդ որդկանցն էլ պատմիր։ Այսօր մենք լսում ենք Քրիստոսի մասին, որ Քրիստոսով ճանաչվում է Աստծո ով եւ ինչպիսին լինելը ավելի ակնհայտ։ Ինչքան կարևոր մեծ հայտնություններ ենք մենք լսում։ Եվ մեզ համար, եթե դա այսպես ասած հարստություն եւ գանձ չլինի, մեզ համար դա թանկ չլինի, մեր լսել ուղղակի միջայլոց կլինի, շատ անտարբեր կլինենք մեր լսած բաների համար։ Այդ հատվածը, որ կարդացի 4-րդ համարից, 3-րդ համարում, ասենք, պահիր դա, այս արտահայտությունը միտքը կա 3-րդ համարում, արդ ով Իսրայել, լսիր եւ զգուշությամբ արա կատարելու, որ քեզ համար բարի լինի, եւ դուք շատ բազմանաք կաթ ու մեղր բխող երկրում, ինչպես որ քո հայրերին Տեր Աստվածը քեզ խոստացավ։ Լսիր եւ զգուշությամբ պահիր, որ կատարես այն, ինչ որ քեզ սովորեցրեցի, որ քեզ համար բարի լինի։ Հետարքիր մի բան է վկայում Եսայիա մարգարեն։ Եսայիա մարգարեի գրքից 50-րդ գլխից կկարդամ 4-րդ համարից մինչև 7-րդ համարը։ Տեր Աստվածն ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով։ Նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտի պես։ Տեր Աստված բացում է իմ ականջը, եւ ես չհակառակեցի, ետ չդարձա, մինչև այս մտքին նայենք, նոր առաջ կգնանք։ Մարգարեն այս է ասում, այլ հոմանիշ բառերով, երբ որ դու լսում, հասկանում ես, միտքդ բացված է, դու հասկանում ես քեզ վերաբերվող օրհնություններ կամ Աստծո մասին հայտնություններ, սրանք քեզի հաջողություն են։ Սա օրհնություն է, բայց ասում է, նայիր, կարող է եւ դու լսածիդ հանդեպ ճիշտ վերաբերմունք չունենաս, ետ դառնաս, լսեցիր, բայց չպահես։ Աստված քեզ մի բան հասկացնի, կարևոր ճանաչողություններ, թե օրենքից, թե հենց իր անձից, բայց դու դրա վրա չմտածես, ետ դառնաս, մոռանաս ինչ լսեցիր, կկորցնես։ Եվ նույնիսկ Եսայիան ասում է, չհակառակեցի, ետ չդարձա, այլ ձգտեցի լսել, եթե նույնիսկ լսած բաները քեզ քո անձին, քո սրտի ուզած նախասիրություններին հակառակ էին, բայց ես ետ չդարձա։ Շարունակությունում ասում է, որ նույնիսկ սկսվեց մի հակառակություն, պայքար Աստծո խոսքը լսող պահողի դեմ, նրա կամքը ընտրողի, սրտում պահողի դեմ հակառակություններ սկսվեցին, իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները կրփողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից և թուքից, սակայն Տեր Աստվածը օգնում է ինձ, նրա համար ամոթապաշտ չեմ լինի, նրա համար իմ երեսը գայլախազի պես շինեցի և գիտեմ, որ պիտի չամաչեմ։ Ինձ արդարացնողը մոտ է։ Ես գիտեմ ում խոսքը լսեցի և եթե նրա խոսքը պահելու համար, նրա խոսքին նզանդվելու համար ես դժվարությունների հանդիպեմ, ես ամոթով չեմ մնալու։ Սա է ասում։ Դրա համար եմ ասում, լսել էլ կա, լսել էլ։ Մարդկա լսում է խոսքը, ուղղակի նույնիսկ իմանում, եթե հարցնես կարող է անգիրել ասի, բայց այն լսողը չի, ինչ որ այստեղ է ասում, դժվարությունների մեջ, հակառակությունների մեջ, Աստծուն լսող, այսինքն հնազանդվող, նրա խոսքը պահող մարդ, որ նույնիսկ թշնամություններ վեր կացան, հակառակորդը իր
սենց ասած ընտրած մարդկանց միջոցով սկսեց այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դու լսածը թողնես, ետ դառնաս, չընտրես, չհավանես Աստծո կամքը կատարելը, չշարունակես հնազանդ լինել, լսող որդի լինել, աշակերտ լինել, չհնազանդվես այդ վիճակի մեջ շարունակել, պայքարում է հակառակորդը մեր դեմ, բայց ասում է ես ամոթով չեմ մնա, ինձ արդարացնողը մոտ է, այո, այս խոսքերը նաև վերաբերվում են մեզ, մեր Տերը մեզ հետ է, նրան լինի փառք հավեր, օրհնի մեզ Աստված, մեր ապրած կյանքի մեջ տարբեր հարցերում հակառակություններ կլինեն և կանել, երբեմն հակառակություններ քո անձի դեմ, երբեմն հակառակություններ արդար մեկ այլ մարդու դեմ, որ հենց քեզ ցավեցնելու համար էլ է այդ հակառակությունը, երբ որ մարդիկ սկսում են արդարին քո առաջին անարգել, այսինքն անարգում են քեզ, որտեղ դու մեծացած ես այդ արդարին, նա քոնն է, բայց եթե դու այդ անարգություն ցավ չես զգում, պայքար չես զգում, քո դեմ այս պայքարը, ուրեմն մեծացած չես, դու այդ պայքարը չես տեսնում, որ քո դեմ է, ուշադրություն դարձրեք, երբ որ լսեց Քրիստոսի մասին, նրա ծնվելու մասին Մարիամը, որ իրենից պիտի ծնվի, հրեշտակից երբ որ լսեց, նրա վերաբերմունքը, ուշադրություն դարձրեք Մարիամին, պատահական մարդիկ չեր ընտրել Աստված Մարիամին և Հովսեփին, որոնցից հենց Քրիստոս Մարիամից, որ պիտի ծնվեր, Հովսեփի խնամքով մեծանար, սրանք օրհնյալ մարդիկ էին, Աստծուն ընտրած մարդիկ, երբ որ հրեշտակից լսեց խոսքը, Ղուկասի ավետարան առաջին գլխի 38 համարում ասում է Մարիամն ասեց, ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի քեզ, և հրեշտակը գնաց նրանից, գիտեք ինչ էր այս խոսքը, Մարիամը հասկանում էր, որ նա իր ամուսնուն դեռ մոտ չեկած հղիացած է և ինչ խոսք ու զրույց պիտի գնա իր հասցեին, օրենքի համեմատ նույնիսկ հարկոցվելու արժան կտեսնեն իրեն, որպես շնացող կտեսնեն իրեն, ով իրեն կհասկանա, ինչ կպատկերացներ, որ իր նշանածը Հովսեփը Աստծուց այդ մասին տեղեկություն կունենա և ինչ քայլեր կանի, նա չգիտեր, բայց իր ընտրությունը ուշադրություն դարձրեք, ես Տիրոջ աղախինն եմ, այսպիսի մարդը նորանոր հայտնություններ պիտի առնի, նորանոր ճանաչողություն Աստծուց, եթե այլ մեկը, որ անտարբեր էր, այդպիսի ընտրություն չուներ, էլի կլսեր Աստծո մասին, բայց այն ճանաչողությունը լսածից չէր բացվի իրեն, ինչպես որ Եսային ասում է, իմ ականջը բացում է, որ ես հասկանամ, Մարիամին էլ, ուշադրություն դարձրեք, առաջին հրաշքը կատարվեց Մարիամի ավատքով, ճիշտ է, ջուրը որ գինի դարձվեց, ի վերջո հավատաց հավատում էր, թեկուզ իր որդին էր, բայց ինքը այլ կերպով էր նայում, այն վկայությունները պահելով իր սրտում, որ Քրիստոսի մասին լսեր էր, գիտեր, ով է Քրիստոսը, իր որդին, նաև Աստծո որդին է, պատկերացնում եք, և երբ որ գնաց Եղիսաբեթին տեսավ, Եղիսաբեթը նույնպես խոսեց, հավատքի խոսքեր մարգարեացավ, որ երանի նրան, որ կհավատա ինչ որ Աստված իրեն համար ասել է, երանի նրան, ուշադրություն դարձրեք, Մարիամը ևս իր ընտրությունն է հաստատում այս արտահայտությանը, ինչ է պատասխանում, նույն տեքստում 46 համարում ասում է թող իմ անձը փառավորե Տիրոջը, թող իմ անձը փառավորե Տիրոջը, լսել էլ կար, լսել էր, ճիշտ է, և ահա այսպիսի մի ընտրություն Մարիամը արտահայտեց, թեկուզ նեղություններ էլ տեսավ, շատ ցավեր էլ տեսավ, սակայն հավատարիմ մնաց,
Աստված ողորմեց, օրհնեց։ Տեսեք, շատ մարդիկ լսում էին Քրիստոսի խոսքը։ Եվ նույնիսկ աշակերտները խոսում էին Հիսուսի հետ, որ քո խոսած բաները մարդիկ չեն հասկանում։ Չեն կարողանում հասկանալ։ Դու պարզ խոսիր, առակներով ես խոսում, դժվար է մարդկանց հասկանալ։ Տեսեք ինչ էր ասում Տերը։ Մատթեոսի ավետարան 13-րդ գլխի 14 համարից կարդամ, նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, որ ասում է. լսելով կլսեն, կլսեք եւ չեք իմանա, տեսնելով կտեսնեք եւ չեք տեսնի, չեն նկատի ինչ լսեցին, չեն հասկանա ինչ տեսան։ Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը եւ իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը խփեցին, միգուցե աչքերով տեսնեն եւ ականջով լսեն ու սրտով իմանան եւ ետ դառնան եւ ես նրանց բժշկեմ։ Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են եւ ձեր ականջները, որ լսում են։ Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ եւ արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ տեսնում եք եւ չտեսան, եւ լսել, ինչ որ լսում եք եւ չլսեցին։ Ոտքիացնում եք ինչ ասում Տեր Հիսուսը։ Այստեղ ձեր մասին է գրված։ Ոտքիացնում եք։ Ասում եմ երանելի է ձեզ։ Շատ մարգարեներ ցանկացան տեսնել, լսել, բայց չտեսան, բայց դուք տեսնում եք եւ լսում եք։ Քրիստոսի մասին լսում եք, ով է նա, ինչպիսին է։ Ավելի պարզ, ավետարանի խոսքով տեսնում եւ ճանաչում ենք այսօր այն օրհնյալ բացատրություններով, որ տրվում է եկեղեցում։ Երանելի է տալիս մեզ, բայց հետաքրքիր է, մենք այս երանելի վիճակը ինչպես են գնահատում։ Մարդիկ կան, այո, որ լսում են, գնում են տունը, նորից արծարծում, նորից մտածում, ինչպես Դավիթն էր ասում. Տերը մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի։ Նորից մտածում լսածիս վրա։ Գուցե մի բան կարևոր միտք թողեցի։ Այսօր մի բացատրություն տրվեց Քրիստոսի մասին, որ կարևոր հայտնություն էր եւ հենց Տեր Հիսուսը, որ խոսում էր իր աշակերտներին, ասում է երանելի եք, դուք չեք պատկերացնում, դուք երանելի եք։ Շատ մարգարեներ, որ մարգարեանում էին Քրիստոսի աշխարհ գալու մասին, ցանկանում էին տեսնել, դուք տեսնում եք։ Դուք այսօր Աստծո խոսքով տեսնում եք Քրիստոսին, գիտեք։ Կարողանում եք հասկանալ նրա աստվածությունը, նրա մարդեղությունը։ Գիտեք, սա հրաշք է։ Երանելի եք, բայց այս երանության մեր արձագանքը ինչպես է։ Մարիամի պես ենք վարվում, կամ Եսայիա մարգարեի պես, որ լսեց եւ սկսեց աշակերտի պես հետևել ու հակառակություններ սկսվեցին, ասում է ես ուղղված էր իմ հայացքը դեպի Աստված, ես չէի նայում դրանց, որ հակառակորդներին, որ դրանցից շեղվեմ, գայթակղվեմ, թուլանամ, պիտի ես գնամ դեպի Աստված, հնազանդվելու, պահելու այն հայտնությունները, որ Տերը ինձ կտա, այն բացահայտումները, որ Աստված ինձ կտա, շարունակեմ լսել նրանից, առնել, օրհնի մեզ Տերը, օրհնի նաև Տերը իր ծառաներին, ի վերջո նրանց միջոցով է խոսում Աստված մեզ հետ, ինչպես Մովսեսի միջոցով, ինչպես Եսայիայի միջոցով, ինչպես առաքյալների, այսօր էլ Աստված խոսում է մեզ հետ իր ծառաների միջոցով եւ մեր վերաբերմունքը մեր լսած բաների համար։ Ումից ենք լսում եւ ինչ ենք լսում։ Մեր վերաբերմունքը Աստվածահաճով պիտի լինի։ Թող օրհնի մեզ Տերը։ Եվ Դավիթի պես ոչ միայն այստեղ լսենք ու մոռանանք։ Տերը մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի, արծարծեցի, նորից նայեցի դա ու փառքաստու հնարավորություն կա, որ մարդը նորից հետևի, բաստողած մտքերը վերցնի։ Սա վերաբերմունք է։
Սա է լսելը, սա է հետևելը, շատ դեպքեր, այսպես ասած ուղղակի ակնհայտ, որ ժողովուրդը շատ անտարբեր է իր լսած բաներին, որ թերթում եմ եկեղեցում տրված քարոզների շարանը մենք պիտի, ոնց որ Պողոս Արաքյալն էր ասում, պիտի վարդապետներ լինեինք։ Զորացած շատ Աստծո գիտությամբ, Աստծո կամքի գիտությամբ, Աստվածը ճանաչողությամբ։ Ավելի մեծ հոգևոր աճ պիտի ունեցած լինենք, թող օգնի մեզ Տերը, օրհնի եւ օրհնում էլ է, գիտեք, ուղղակի մենք Տերը ների մեզ անտարբերությունը։ Ողորմություն անի մեզ Տերը։ Մենք ճիշտ վարվենք Աստծո հետ։ Ունեցածդ պահեցիր սրտումդ, կավելանաս, աղոթենք։